Պայթյուն և զոհեր պատանիների շրջանում։ Ստարոբելսկի մանկավարժական քոլեջի հանրակացարանը հայտնվել է ուկրաինական անօդաչուների թիրախում։ Հարվածը եղել է գիշերը։ Հանրակացարանում եղել է 14-ից 18 տարեկան 86 ուսանող, բոլորը քնած։ Շենքը փլուզվել է, ականատեսները պատմել են, սարսափելի վիճակ էր։ Здесь у меня живут родители и сестра с племянницей. Այս շենքում ապրում են ծնողներս ու քույրս, Սարմուհուս հետ։ Մենք զանգահարեցինք իրար, նա ասաց. Մեր փողոցում հրետակոծություն է։ Պատմում էր, որ հարվածները ինստիտուտի կողմից էին, 118-րդ ուսումնարանի շենքի դիմաց։ Ասաց, որ այրվում է նաև արվեստի տունը։ Նա վազել էր դեպի հանրակացարան։ Նրա խոսքով տպավորություն էր, որ շենքը երկու կես էր եղել։ Պատուհաններից երեխաները գոռում էին. օգնեցեք, օգնեցեք։ В МЧС, по-моему, она звонила. Նա զանգեց արտակարգ իրավիճակների նախարարություն, ասացին, որ բրիգադն արդեն դուրս է եկել։ Երկու աղջիկ թփերի մեջ էին նստած, մենք նրանց վերցրեցինք, ոտքերը ապակիներից վնասված էին։ Փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են փլատակներում, փորձելով գտնել ողջ մնացածներին։ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի վերջին տվյալով զոհերի թիվը հատել է 10, 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, եւս 11-ը համարվում են անհետ կորած։ Կատարվածին անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շեշտելով, որ հարվածը եղել է կանխամտածված եւ ծրագրված։ Նա կատարվածը որակել է ահաբեկչություն։ Поразили здание. Կիևի նեոնացիստական ռեժիմը ահաբեկչական հարված է հասցրել Ստարոբելսկի մանկավարժական քոլեջի ուսանողական հանրակացարանին։ Հանրակացարանի մոտակայքում չկան ոչ մի ռազմական նշանակության օբյեկտներ կամ հատուկ ծառայությունների շենքեր։ Ուստի պնդելը, թե սա պատահականություն էր կամ հոբ համակարգերի աշխատանքի հետևանք անհիմն է։ Կիևի ռեժիմին պետք է նման հանցագործություններ ուշադրությունը ռազմաճակատում տեղ ունեցող իրադարձություններից շեղելու համար։ Մենք կտանք համարժեք ռազմական պատասխան։ Խնդրում եմ հարգել զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ։ Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել։ Ստարոբելսկում հայտարարվել է ՍՔ օր։ Պաշտոնական Կիևը սակայն հերքել է ռուսական կողմի մեղադրանքները։ Ուկրաինայի զինված ուժերը ասել են, իրենց թիրախը եղել է տվյալ տարածքում գտնվող անօդաչուների կառավարման էլիտար ստորաբաժանումը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը ռուսական մեղադրանքներն անվանել է զուտքարոզչական շոու։ ՌԴ արտգործնախարարությունը կազմակերպել է օտարերկրյա թղթակիցների այց դեպքի վայր։ Սա ըստ Զախարովայի արվում է, քանի որ արևմտյան որոշ երկրներ պնդում են, թե նման հարվածներ չեն եղել։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։